Նույն ձևի մենք ամեն մեկս ունեցել ենք տաղանդ ու տարբեր պատճառներով կամ թաքցրել ենք, կամ էլ հենց սխալ ենք գործել մեր առաջին նկատողությունից հետո միանգամից որոշել ենք ել չանենք։ Հենց առաջին նկատողությունից հետո։ Մարդկանց երկու տեսակ կա։ Մեկը այն տեսակն է, որ ինչքան նկատողություն անես վրան չի ազդում։ Մեկը ինքը անելու է։ Երկրորդ տեսակը դա է, որ մի անգամ հենց նկատողություն եղավ, մի անգամից ինքն ամփոփվում է, այլ չի ուզում ոչ մի բան անել։ Որովհետև իրան ասել են, որ դու սխալ ես։ Ուզում ես քեզ մի գաղտնիք ասեմ։ Չսխալվող մարդ չկա։ Չկա։ Ու չի էլ լինելու, ու չի էլ եղել։ Եթե դու ինչ-որ մի բան անելու ես, դու հաստատ սխալվելու ես։ Ու քեզ նկատողություն անելու են, հետո ինչ։ Հետո ինչ։ Ես պատասխան եմ տալու տիրոջ առաջ, ոչ թե նրա պատճառով, որ ինքը ինձ նկատողությունը արել, այլ ես պատասխան եմ տալու ինչու ես իր տաղանդը չօգտագործեցի։ Չէ որ Տերը չհարցրեց, ով է մեղավոր, ով քեզ խաբեց, ով թույլ տվեց, նա ասում է ինչու իմ տաղանդը չտվեցիր սեղանավորներին, որպեսզի բազմանար եւ գայի եւ շահույթով առնեի։ Այդքան հարց։ Ու գիտես ինչ կա, այն առաջի պատմության նման մենք չենք կարա տիրոջ առաջ արդարանանք։ Հիմա մենք արդարանում ենք։ Մեկս մյուսի առաջ թաքնվում ենք, չգիտեմ, Աստծուց խոսապում ենք, մեր սեփական հանդերձներն ենք հագնում արդարության։ Բայց այդ ժամանակ, երբ որ Տերը խոսա, մենք չենք կարա արդարանանք, որտեղ ինքը ամեն ինչ գիտի։ Ինքը թափանցիկ մեզ տեսնելու է կամ մինչև մեր տեսնում է։ Մենք չենք կարա ասենք, գիտենք, այս ինչան, այս ինչ է ինձ նկատողություն արեց, այն ինչան, այն ինչն էլ բան արեց, պատնոշկա տվեց, ես էլ ընկա, ու սենց ընկած մնացել եմ։ Երբ որ ես ես տղային հիմա ասենք թե ենթադրենք, այդպես պատնոշկա տվեցի և ինքը ընկա, կարաս նստես, ընկա, ու ընկա, ես էի տվել պատնոշկեն, երեխեն ընկա։ Հիմա, ես գնացի իմ գործերով, դու ինչ ես անելու։ Այո, նորմալ մարդը վեր է կենելու, բայց շնորհակալություն կարող եմ, մարդիկ կամ նստած են ընդեղ ասում են, ինձ պատնոշկա տվեցին, և ես ընկած եմ, և ես ընկած եմ, և ես ընկած եմ, և ես ընկած եմ, և ես ընկած եմ։ Դու պետք է վեր կենաս, ճիշտ է, նորմալը վեր կենալն է, վեր կենում ես ու գնում ես, կարող է այնպես տասի, որ քեզ ինչ-որ լինելու ես սա փոխաբերական իմաստով եմ հասկանում եք։ Դու չես կարա միշտ խուսափես նենց քայլես, որ ինձ հոպ սրանից խուսափեցի, եսի պատնոշկա տվող է, հոպ սա տվող չի, այս սրա հետ գործ ունենամ, սրա հետ չունենամ։ Այ եթե մենք իմանայինք ում հետ գործ ունենալու մեջ չէ, կդառնայինք բանը, աշխարհի ամենամեծ դիվանագետը։ Բայց մենք այդպեսին չենք, մենք չենք աշխարհի ամենամեծ դիվանագետները չենք։ Իհարկե հոգին մեզ զգուշացնում է, որտեղ զգուշ լինես, որ չսայթակես, բայց արի ուտես, այսօր մարդիկ հոգուն այդքան չեն կարողանում լսել։ Այս շատ լավ կլներ, եթե կարողանային հոգուն լսեին, հոգին զգուշացնում է, որտեղ չսայթակես,